Ռուսաստանը բանակցությունների գալիս է իր օրակարգով, բայց դա բնավ խաղաղության օրակարգ չի։ Եվ հենց այստեղ է խնդիրը։ Եթե Ռուսաստանը գալիս է բանակցությունների հայտարարելով, որ չի կարող համաձայնագիր ստորագրել ոչ լեգիտիմ նախագահի հետ, իսկ դա շատ մեծ հարց է, թե ինքը Պուտինը լեգիտիմ է արդյոք։ Դեք, եթե դնում ենք խնդիրը իրավական ճշգրիտ հարթության վրա, իսկ լեգիտիմ է արդյոք Վլադիմիր Պուտինը, լեգիտիմ էին Ռուսաստանում նախագահական ընտրությունները հակառակ արդյունքների։ Ուկրաինայում միանգամայն լեգիտիմ գործընթաց է, որովհետև պատերազմի ժամանակ ընտրություններ լինել չեն կարող։ Ընտրություններ կարող են լինել խաղաղության ժամանակ, կավարտվի պատերազմը, ընտրություններ կլինեն, եւ դեռ հայտնի չի, արդյոք չի վերընտրվի Զելենսկին։ Համենայն դեպս լրահոսում հայտնվեցին տեղեկություններ նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակարգը փորձել է ուկրաինական ընդդիմության տրամադրությունները շոշափել։ Եվ այնտեղից էլ նրան հստակ պատասխանել են թե Յուլիա Տիմոշենկոն, թե Պորոշենկոն, որ միայն խաղաղության պայմաններում են հնարավոր ընտրություններ։